Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Իրինե Ատանյանը։ Ժամը 16:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Քանաքեռ-հեկում ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ապրիլի 4-ին Երևանում Ղափանցյան փողոցին հարակից ջրամբարում։ Ականատես քաղաքացին փրկարարներին եւ ոստիկաններին հայտնել է, որ տեսել է, թե ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը, իսկ մյուսը նետվել է նրան փրկելու, սակայն չի կարողացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, փրկարարները, պարեկները, շտապօգնության բժիշկները, ինչպես նաև ջրասուզակները։ Որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուկից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Այս մասին Օրագիր Նյուզի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը նշել է, որ Դավիթի կալանքի որոշումն արդեն բողոքարկել են, սակայն պատասխան դեռ չկա։ Հիշեցնենք, որ դպրոցական Դավիթ Մինասյանը դատավոր մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է, որ իրական էին մեր հաղթանակը, միասնությունն ու հայ տղաների սխրանքները 2016 թվականի ապրիլյան քառորյա պատերազմում։ Նա պարզաբանել է, թե ինչու հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։ Չմասնակցելը չպայքարելը չէ։ Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որ ավելի չպառակտենք ընդդիմադիր ուժերին։ Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիրների ձայներին։ Մեր էգոն երբեք չի վերածվել եւ չի վերածվելու էգոիզմի։ Սա անթույլատրելի է։ Այս որոշումը հեշտ չի տրվել, ասել է նա։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամյան Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման աջակցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը Իրանից Հայաստանի տարածքով դեպի Հնդկաստան հնդիկ ձկնորսների տարհանման աջակցելու համար, գրել է Ջայշանկարը X-ում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է 200 տոննա մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օգնությունն ուղարկվել է Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցի արդյունքում։ Մարդասիրական բերը ներառում է սննդամթերք 190 տոննա, տեղորայք 7 տոննա եւ բժշկական պարագաներ 3 տոննա, տեղափոխելով 10 բեռնատար ավտոմեքենաներով։ Ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 9:52-ին Թուրքիայում Վան քաղաքից 40 կիլոմետր հյուսիս 7 կիլոմետր խորությամբ գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի եւ Արարատի մարզերում 2 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ապրիլի 5-ին 6-ից 3-ը 7-8 առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան եւ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը ապրիլի կրվազի 4-ից 6 աստիճանով։ Երևանում այսօր եւ ապրիլի 7-ի 8 ժամանակ առժամանակ սպասվում է անձրև։ Այսօր երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվելու է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով ազդարարվել է Տիրոջ հրաշափառ հայրության ավետիսը։ Արագածոտի թեմը հրավիրում է բոլորին թեմական եկեղեցիներ մասնակցելու Սուրբ Պատարագներին։ Պատարագի ավարտին հավատացյալները վառված լույս են տանում իրենց ընտանիքներ։ Մարդիկ միմյանց տեսնելիս ասում են. Քրիստոս հայրավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։